Հայաստանը թշնամիներ ունի։ Իհարկե Ադրբեջանը։ Երևանում այս հարցի շուրջ երկար չեն մտածում։ Ոչ մի խոսքերին Ալիևին պետք չի վստահել։ Իսկ Էրդողանը։ Նույնն էլ Էրդողանը։ Իրանք իրար հետ աղբեր են։ Մոռանալ չի կարելի նրանց եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի արարքները մոռանալ չի կարելի։ Փոքրացած Հայաստանի բնակիչների մի մասի համար հարցը տարօրինակ է։ Չեն էլ ուզում մտածել թշնամիների մասին։ Մեր երկրին նրանց կարծիքով մի լավ բարեկամ է հիմա պետք։ Եկեք ավելի լավ այդպես հարցերի չպատասխանենք։ Շատերի համար էլ ակնհայտ է, աշխարհում ինչ սառույցներ էլ հալվեն, ինչ էլ փոխվի, Ադրբեջանն ու Թուրքիան բարեկամ չեն դառնալու։ Երևանում մարդիկ չեն հավատում Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղության օրակարգին։ Այս խաղաղությունը ինչ որ ժամանակավոր բան եմ ես համարում։ Մենք չի որ դա 100% անոց բան է, այս խաղաղությանը վստահություն չկա։ Ալիևը որ Էձևի բանանում պահանջներ է ներկայացնում, այս արեք, այն արեք եւ չնայած մեր բանը Նիկոլ Փաշինյանը արդեն արտասահման Թրամփով, մյուսով Արարատ Միրզոյանը լրիվ հաշտված վիճակ մեզ ասեցին։ Հիմա ինչ է մեզ, ինչու են խաբում։ Բոլոր առաջնորդները մտածում են փոփոխվող աշխարհում իրենց ազգային շահերը առաջ տանելու մասին։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը բոլոր հարթակներից զիջողական թեզեր կրկնում, երբ Ալիևը հստակ ծրագրերով պատրաստվում է մեր երկիրը 300,000 արևմտյան ադրբեջանցիներով բնակեցնել, հարցնում են քաղաքացիները։ Ճիշտ ասած աղջիկս, ես կուզեմ, որ դրանք չգան ստեղ, բայց կարծես թե լսում եմ ադրբեջանցիներ են մտնում այստեղ, են չնայած առևտուր կա, բան կա, չէ, բենզինա եւ այլ, այդպիսի բաներ, դրանք քաղաքական բաներ են, էլի, խաբված բաներ են անում։ Ոմանք կարծում են, որ ինքներս ենք մեր թշնամին։ Դու մենք ենք մեզ թշնամի Որովհետև Փաշինյանին ենք բերել իշխանության, վստահ է մեկ ուրիշը։ Չեք հավատում, որ իրենք խաղաղություն կբերեն։ Բացարձակ քանդեց տալիս է։ Վարչապետը քանդեց, ինչ թողեց։ Մեկ երկրորդն էլ հենց դարեր շարունակ է դա եղել։ Չեն կարող հույսներից կապել նրանց վրա։ Նրանք սկզբից ասում են մի բան, հետո մի այլ բան, խառնում են բոլորին իրար։ Մեկ էլ տեսար հարցակում։ Երանում ես, ես ինչ են անում։ Բայց ես իվաթել եմ, ուզում այն նորից ինքը ընտրվի, ինչ մեղք են մեր հայ ժողովուրդը։ Այս կինը մի քանի օր է արտասահմանում ապրող քրոջ նյարդերն է փորձում հանգստացնել։ Ինքը համոզված է, որ Փաշինյանն այս տարի վերընտրվելու ոչ մի շանս չունի։ Քույրս չի հավատում, ասում քույրիկ ջան, հավատա, ամբողջ իրամոտ ներվային համակարգը խանգարված է։ Ես հանգստացնում եմ, որ լավ է լինելու։ Փաշինյանի պատճառով է։ Հա, այս ինչ արեց ժողովրդի գլխին։ Ահա որ վիճակ է։ Ահա որ է ջանա։ Լանա Համբարձումյան, Նորա Շարբաթյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։